Ողջույն բարեկամներ, այսօր նորությունները շատ են լինելու ձեր հետ կիսվելու եւ ուզում եմ խնդրել, որ անպայման բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք եւ անպայման տարածեք։ Ինչու եմ ասում սա։ Որովհետեւ այսօր ես մոտավորապես փորձեցի հաշվեմ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ օրինակ մեր հաղորդումը պոտենցիալ ընտրողների վրա։ Մեր հաղորդումները, հա, մեր ցիկլը հաղորդումների եւ շատ պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարեցի, ես շատ եմ սիրում մաթեմատիկա։ Ուրեմն հասկացա, որ ամենալավագույն դեպքում մենք հասանելի ենք եւ կարող ենք ինչ որտեղ ազդեցություն ունենալ պոտենցիալ ընտրողների երևի մի 4-5%-ի վրա։ Պատկերացնում եք ինչ քիչ արդյունք է դա։ Այսինքն համարյա թե ոչ մի։ Ես չեմ ուզում թերագնահատել աշխատանքը, որ դա ոչինչ բան չի տալի, չէ, անշուշտ ինչ-որ մի բան տալիս է, բայց բավարար չի։ Բավարար չի, որովհետև մենք ինչքան ուզում եմ մեզանից գոհ լինենք, մեր աշխատանքից գոհ լինենք, հա, հասկանանք, որ այո, մենք իրար գտել ենք օրական տասնյակ նոր ընկերներ են ավելանում, նոր հետևորդներ են ավելանում, որը այո, շատ ողջունելի է, բայց դա բավարար չի։ Եթե մենք ուզում ենք մեր պատկերացածով, մեր օրակարգով, մեր չափանիշներին համապատասխան փոփոխությունների հասնել, անպայման պետք է շատանան առնվազն գոնե 10 անգամ, հա, երբ որ դու գոնե 50%-ի վրա ունես ազդեցություն, ոչ թե մանիպուլյացիա իմաստով, այլ ինֆորմացիոն իմաստով, այլ ընտրանք տալ։ Մենք ինչ ենք անում, մենք ոչ մեկին չենք պատմում, մենք տալիս ենք այլընտրանք այս ամբողջ խառը ինֆորմացիոն դաշտում։ Իսկ ինչքան դու ունես ազդեցություն, այնքան դու կարող ես ունենալ դրա կեսի չափ երևի, որովհետև ինչու, որովհետև ամեն լսող չի որ քո հետ համաձայնա, ու դա շատ բնական է։ Հա, շատերը լսում են ուղղակի տեղեկացված լինելու համար, շատերը լսում են ուղղակի կարծիք լսելու համար, բայց դա չի նշանակում, որ բոլորը 100% կիսում են կարծիքներն ու մոտեցումը, ինչպես ինչ կարող եմ ունենալ ես, եւ դա շատ նորմալ եմ համարում։ Իմ համար այստեղ դա չի կարևոր, իմ համար այստեղ միտք գեներացնելն է, եզրակացությունների գալն է եւ ընդհանրապես այլընտրանք մատուցելը։ Իսկ եթե հաշվենք այս 5%-ը ոչինչ բան է, կամ 4% առավել եւս վատը։ Դե պատկերացրեք, որ 95%-ը գտնվում է այլ ձեռքերում։ Եթե մի 5% էլ գցենք, որ այլ ինչ-որ մեդիա դաշտում մարդիկ կան, որոնք ազնիվ են վերաբերվում ինֆորմացիայի, առանց մանիպուլյացիաների, մեկը 90%-ը նորից գտնվում է թշնամու ձեռքում։ Այո, այս բառացի առանց չափազանցնելու դա գտնվում է թշնամու ձեռքում։ Դա ռուս թուրքական դաշինքի մեդիաներն են, որոնք տիրապետում են այսօրվա դիտորդների մոտավորապես եւ YouTube-ով եւ այլ մեդիաներով 90%-ի 90, սա կատակ թիվ չի։ Եվ այսպես, եթե մենք ուզում ենք ինչ-որ փոփոխություն ունենալ, ազդեցություն ունենալ, ուրեմն պետք է մենք ինքներս դառնանք այս մեդիա պատերազմի մարտիկ։ Այո, սա մեդիա պատերազմ է, եւ ով հաղթեց մեդիա պատերազմում, նա էլ հաղթելու է իրական ընտրություններում, հա, իրական ճակատամարտում։ Եվ այսպես, այսօրվա հաղորդումը ուզում եմ սկսեմ Շարլ դը Գոլի հանճարեղ խոսքերով։ Չի կարելի թույլ տալ, որ ցածր զարգացում ունեցող մարդիկ կառավարեն երկիրը, որովհետև նրանք երկիրը կհասցնեն իրենց մակարդակին։ Ֆանտաստիկ ասաց։ Ֆանտաստիկ, սա իդեալական ձևակերպում է։ Շարլ դը Գոլը դա Ֆրանսիայի ազատագրական ֆաշիստների դեմ ազատագրական պայքարի ղեկավարն էր։ Հետագայում երկար տարիներ եղել են Ֆրանսիայի ազատագրված Ֆրանսիայի նախագահ, եւ նա շատ չոր ու սկզբունքային մարդ էր, շատ։ Ու պատկերացրեք իր չորության ու սկզբունքայնության հետ նա կարողացել է պահպանել այն ինչ որ ինքն է կարծում, իսկ որ անպայման պետք է որակյալ մասնագետները, որակյալ մարդիկ կառավարեն, որ մակարդակը բարձրանալու, հակառակ դեպքում ում ինչ պաշտոնի դնես, այդ վիճակը բերելու է իր որակի։ Եթե մենք նայենք մեր հայկական իրականությունը, կհասկանանք, որ այո, այդպես էլ կա։ Ուղիղ այդպես է։ Ուղիղ, ասեմ ավելի,
Եթե դուք հիշում եք, որ նախագահը ինչ նախընտրություններ ուներ, դա լիներ բասկետբոլը Ռոբերտ Քոչյանի ժամանակ, կամ շախմատը Սերժ Սարգսյանի ժամանակ, այս ճիվաղը չգիտեմ, այս հեծանիվը, հա, կամ մնացած ճիվաղությունները, դա դառնում էր ոնց որ թե ոչ թե պարտադիր, այլ երկիրը շրջապատը սկսում էր սպասարկել այդ նախընտրությունները, այդ ճաշակը։ Դամալը մենք Դեմիրճյանի ժամանակ այլ բան ունեին, հասկանում եք, որովհետև այլ տեղ էր դրած նշաձողը, այլ տեղ։ Դեմիրճյանը անձամբ ամեն մի նոր ստեղծագործությունը գիտեր։ Դա լիներ երաժշտություն, դա լիներ գրականություն, դա լիներ նկարչության վերաբերող, քանդակագործությանը վերաբերող, ամեն ինչի առաջինը նա ինքն էր ճանաչում։ Ինքը։ Մի անգամ այս էլ պատմեմ ու անցնենք առաջ։ Ալմաս ներկայացմանն է, Ալմաս, կասեմ ես Ալմասնարին, բավականին ծանր օպերա է, ինքը Անուշը չի, Անուշի համեմատաբար ավելի թեթև լսվող է։ Վերջում խնդրում եմ, որ դիրիժորին կանչեն իր մոտ։ Կանչում են, հարցնում է ինչ էր կրճատումներով այս անգամ։ Իսկ դիրիժորը մեր շատ սիրելի Յուրի Լավսյանն էր, ինքը սիրում էր կրճատել, ինքը սիրում էր, կուպյուրներ սիրում էր այդ մարդը։ Զարմանում եմ, որ Կարեն Դեմիրճյանը նկատել է, որ օպերա տեղ-տեղ չի կատարվել, կրճատել են։ Դա սկսում է արդարանալ, որ երգիչը պատրաստ չէ, այս պահին այսօր խորը տեղ լավ պատրաստ չէ, եւ այլն եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել, ամեն մի ղեկավար, ամեն մի պատասխանատու այդ պաշտոնին շրջապատը բերում է դեպի իրան։ Եթե ինքը վերևում է, բերում է դեպի վերև, եթե ներքևում է, բերում է դեպի ներքև։ Սա ուղիղ հիմա կարելի է դուրս գալ փողոց ու նայել Երևանի փողոցներում տեսնել Ավինյանին։ Հիմա Երևանի փողոցում ինչ տենում եք, դա Ավինյան Տիգրանն է։ Հայաստանի Հանրապետության մասշտաբով ինչ տենում եք, դա Փաշինյան Նիկոլն է։ Իրավապահ համակարգում ինչ տենում եք, դա իրավապահ մարմիններն են, դա դատախազն է, գլխավոր, չնեմ, քննչականի պետ եւ այլն, իրավապահ մարմիններն են։ Մտնում ես բանակ, ինչ տենում ես, դա Պաշտպանության նախարարն է, իր գլխավոր շտաբով։ Ասում եք ուղիղ համեմատական է ամեն ինչը։ Ուղիղ, եթե դուք վերցնեք այս 30 տարվա ղեկավարները, ինքն էլ կտեսնեք, ասենք Վազգեն Սարգսյանի ժամանակվա կարգապահությունը, մեկ էլ էս ուսուցչուհու ժամանակվա բանակի վիճակը։ Այդ չեմ ասում այս նոր օրենքները, որ նրանք փորձում են մեր գլխին պարտադրել։ Եվ այսպես ուզում ես մի բան լսեք։ Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ձևավորվել է սովետական միության փլուզման նաեւ process-ների արդյունքում, ուրեմն այստեղ խոսք չի կարող գնալ որևէ երկրի տարածքային ամբողջականության խախտման մասին, բացի սովետական միության, այսպես ասենք, նախկին այդ պետության տարածքային ամբողջականության մասին։ Պատասխան Ռոբերտ Քոչարյանից։ Երևի մեկ կզարմանան, որ ես Ռոբերտ Քոչարյանն եմ ցիտում, չէ, իր մեղադրանքը վերաբերվում էր Քոչարյան Ռոբերտին, Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնք բոլորն ուղարկեցին իրեն գլուխի ծոցը, որ ոչ մեկ չգնաց իրեն բանամիջելու, բայց ինչքանով են նրանք դիրեն հանցագործ, Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչել է Փաշինյան Նիկոլը։ Այսինքն, եթե դու ունես նման ղեկավար, որ լկտի բացահայտ սուտ կարող է կերակրել իր ժողովրդին, դուք ինչ եք ուզում, մենք ինչ ենք ուզում ունենանք։ Բնականաբար, ուրեմն իր նշանակած կադրերն պետք է այդ որակի լինեն։ Այդ որակի պետք է կառավարվեր, հետևանքներն էլ պետք է լիներ այն որակի, որ մենք հիմա ունենք։ Ես հիմա շատ եմ սա կարևորում, ինչու, որտեղ մենք արժևում ունենք ընտրություններ։ Մենք նորից գնալու ենք ընտրությունների։ Ուզենք թե չուզենք, ունենանք տեխնացու թե չունենանք, եթե մենք մեզ թույլ տվեցինք ընտրել անորակին, մենք չենք կարող որակյալ բան պահանջել։ Նույնիսկ եթե մենք ուզում ենք մեր տանը ինչ-որ վերանորոգում անել, հա, մենք իմանում ենք ով ինչ կարգի գործ է արել, ում մոտ է արել, հա, բացի գինը, բացի հնարավորությունը, մենք ուզում ենք իմանանք, սա ով է։ Իր ձեռից մի բան գալիս է անել, թե ավիրել է ամեն ինչ։ Մենք չենք կանգնի փողոցում ասենք, ով այսօր պարապ, արեք իմ տան սալիկները կպցրեք։ Նման բան մենք չենք անի,
Մենք չենք ընդունի ցանկացած մեկին, որ մեր դուրը ծեծի, ասի վերանորոգման կարիք ունեք, ես գամ անեմ։ Չէ, միջև չճանաչենք այդ մարդուն, միջև չիմանանք որտեղ ինչ արել, մենք չենք անում, չէ՞ նման բան։ Բայց մենք նման մարդուն երկրի ղեկ ենք տալիս։ Հələ մի հատ էլ ասում ենք թողեք, թող աշխատի։ Հələ մի հատ էլ ասում ենք ինչ է 7 տարի անց է նախկիներն են քանդել։ Հա, բա մենք ո՞նց կարող արդյունք ունենանք։ Շատ զգույշ պետք է լինենք մենք ապագայում մեր ընտրությունների վստահության քվետալու, նույնիսկ հետևելու, լսելու նրան, որովհետև ես նկատում եմ, այն մարդիկ, որ պարբերաբար խաբել ու ստել են, մանիպուլացել են, դեռ մարդիկ լուրջ դեմքով լսում են, ոչինչ որ լսում են, ինձ էլ ասում են, որ իրա մոտ սենց բան են լսել։ Ես երբեք չեմ ասել նրան մի լսեք, նրան մի լսեք, նրան մի լսեք, բայց ես հասկանում եմ արդեն ինչ ինֆորմացիոն մանիպուլյացիայի տակ եք։ Ուզում եմ հիմա հարցնել։ Հարգելիներս, երբ որ դուք մեկին լսում եք, դա ձեր իրավունքն է։ Երբ որ լսում եք, ինքը մի օր միտեղ խաբեց, ստեց, մանիպուլացրեց։ Ուրեմն դրանից հետո ցանկացած անգամ որ դուք լսում եք, նշանակում է դուք ներքուստ համաձայն եք, որ ձեզ ստեն, մանիպուլացնեն, խաբեն, կիսաճշմարտություններով մոլորեցնեն։ Եթե մենք հասարակ էս բանում ենք մեզ թույլ տալի, դա հետո ընտրություններ լինելու է այդ կիսաճշմարտությունների, այդ մանիպուլացված ինֆորմացիաների եւ ստի վրա, որովհետեւ մարդիկ ո՞նց են ընտրում։ Մարդիկ ընտրում են իրենց ունեցած ինֆորմացիայի հիման վրա։ Երբ որ ձեր ինֆորմացիան եկել է սուտ, կեղծող աղբյուրից, իսկ 90%-ը մեդիադաշտի դա է, 90+ մեդիադաշտի դա է։ Նշանակում է մենք շատ քիչ հնարավորություն ունենք, շատ քիչ հավանականություն է, որ մենք կարող ենք ընտրություն կատարել։ Տեսեք, ասում եմ, ոչ մեկ չի կարող ասել, չէ՞ որ դիք այս Ռոբերտ Քոչյանը իմ համար հեղինակություն է։ Բայց այս տականքը ստում է։ Ճանաչում է։ Ոստեղ ինքը արդեն որ ստում, այս ինքը այս կմկմալը, ես բան եմ, չէ՞ դրա։ Մեր մասած մասնագետ է, չէ՞։ Ինքը զգացեց արդեն որ ստում է։ Եթե նույնիսկ այնից հետո չլսեի ես Ռոբերտ Քոչյանը, ես պիտի ինքը սուտ ասում։ Որտեղ մարմինը, միմիկան ամեն ինչ խափում է։ Չէ, ոչ թե ամեն ինչ խափում է։ Ամեն ինչ ցույց է տալի, որ ինքը խափում է։ Հիշեք, մարմինը չի ստում։ Չի կարող ստել ուղղակի դա տեխնիկապես հնարավոր չի։ Հա, եթե իհարկե դու բարձր որակի բան չես։ Ոնց ասեմ ձեզ, հետախույզ չես, որոնց պատրաստել են մակարդակը։ Իսկ սա չոբան է, սա ինչ հետախույզ։ Բայց ճշմարտությունը սա է, որ ոչ մեկ Ադրբեջանի կազմակերպ չի ճանաչել։ 26 թվականին Հայաստանի կհյուրընկալի Եվրոպայի լիդերների հավաք։ 28 թվականին այն ընդունելու է Ադրբեջանը։ Երեք էս ողորմելին արդեն ողջունում է, որ 28 թվականին, հələ 26 թվականին իր մոտ պետք է լինի։ Մյուս տարի Հայաստանում է դա լինելու։ 28 թվականին ասել է լինելու է բանում Ադրբեջան։ Երեք արդեն են ցանցարին հիշում եք են Կովկասի գերուհու մեջ այն վերջի տեսարանը, որ դատում են, հա, որ դատարանը գալի մտնում է, այս գիցինը սկսում է ծապ տալ, այդ ցանցարը, զարմացած դատավորը նայում է, որ ասում է, որ հիմա չես նստի, հա։ 28 թվականին այնտեղ պետք է բան լինի, երեկվանից սա ծապ է տալի։ Իսկ Ալիևը ոչ մի բան չի ասել։ Ալիևը ոչ մի ձայն չի անել, որ 26 թվականին նույն միջոցառումը լինելու է Հայաստանում։ Սա այնքան ոչնչություն է, ոչ չի հասկանում, որ իրա քծնելը այլևս հետաքրքիր չի, նույնիսկ քծնողին։ Ալիևին արդեն դու բան չի, հետաքրքիր չի։ Սա չի հասկացել։ Սա չի հասկացել, գիտեք ինչի, որովհետև վերջում կտեսնեք, վերջում ես ցույց կտամ, այն ինչ պետք է ցույց տամ, դուք կհասկանաք, որ ինքն էլ գիտի, որ Հայաստանում ինքը վերջացած մարդ է։ Եվ իրան թվում է իր փրկությունը լինելու է Բաքվից կամ Անկարայից, եւ դրանք հարցեր են լուծելու Հայաստանում։ Այ ստեղ են ասում, տատուս հողերը քո գլխին, հա, տատուս լավ կասեր։ Լավ, գնանք առաջ։ Ջեյ Պահուստային ֆոնդից կրկին խոշոր գումար կհատկացնի միլիարդներ փոշիացրած կոռուպցիոն սկանդալներով շրջապատված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին ԱՆԻՖ-ին։ Շուրջ 84 միլիոն միայն կողմի չգործող ֆոնդի շահութահարկի վճարմանը։
Պետական բյուջեից հատկացվում է, ճիշտ է, նշվել էր 84 միլիոնը, բայց իրականում 123, մոտարպես 124 միլիոն դրամի պետական բյուջեից գումար է տրամադրվում շահութահարկ եւ այլ հարկեր վճարելու համար։ Այսինքն պետք է արձանագրել, որ մի հիմնադրամ, որը գործել է կառավարության ներքո, մսխել է հարկատուների գումարը 60 միլիոն դոլարից ավել, բայց դա բավարար չէ, լուծարման այս ամբողջ process-ի ընթացքում պետական բյուջեից հավելյալ գումարներ է գնել։ Կառավարության հիմնավորմամբ ընկերությանը 2024-ի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհը չի ներառել 2024 թվականի շահութահարկի գումարը։ Գործադիրի դեռ նախորդ ամռանը կայացրած որոշման համաձայն ԱՆԻՖ հիմնադրամը պետք է լուծարվեր։ Երեք հատկացված շուրջ 124 միլիոնը հենց ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի շրջանակում տրամադրված գումարի հարկային պարտավորությունների մարման նպատակով է։ Պաշտոնական փաստաթղթերով տրամադրված 1.7 միլիարդից 1.2 միլիարդից ավելին 2024 թվականի օգոստոսի դրությամբ ծախսվել է վարկերի մարումների, տոկոսավճարների, տույժերի, աշխատավարձերի, վերջնահաշվարկների, արձակման նպաստների, վարձավճարների եւ այլնի համար։ Մնացորդը նախատեսված էր լուծարման գործընթացի հետագա ծախսերի համար։ Եթե այս տարվա համար 123 միլիոն էր, հաջորդ տարվա համար այդքան, մյուս տարվա համար այդքան, այսինքն քիչ հերիք բոլոր հարկատուների գումարները մսխել են, հիմա չենք էլ պրծնում այդ հիմնադրամից։ Փակելու համար գումարը տալիս են, չեն պրծնում։ Այս տարի այդ շահութահարկի մյուս հարկերի համար տալիս են, էլի չի պրծնում։ Այսինքն լուծարման process-ում նույնիսկ էլի հարված են հասցնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին եւ հարկատուների գրպանին։ ԱՆԻՖ-ի խնդիրն ուշադրության կենտրոնում պահող ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց, լուծարումը կարող է տարիներ տևել։ Ինչու որ Ուզում բացատրեմ։ Ուրեմն սարքել են այդ հիմնադրամը, ինչքան փող պետք է իրանց։ Գնել են այդ հիմնադրամի վրա, այդ հիմնադրամը ուղարկել է համապատասխան հաշիվների վրա, անձնական։ Հիմա արդյունքը չկա, գործողություններ չկա, հիմնարկն են փակում, ու դեռ հիմնարկը փակելու համար էլի բյուջեից փող են ծախսում դրա վրա։ Այդ բյուջեն դա մարդկանց փողերն է։ Այդ բյուջեն ասֆալտն է, մարդկանց կանաչ տարածքներն են, թոշակներն են, հա, երեխաների սնունդն է, ծերի թոշակներն է։ Դա մարդկանց փողն է։ Համայնքը ոնց է ապրում, պետությունը ոնց է ապրում, մարդիկ հավաքում են, փող են դնում ու մի բան անում են։ Օրինակ մեր ամբողջ համայնքները, հայկական համայնքները դրսում, քանի որ իրանք չունեն պետական բյուջե, դրանց մոտ դա շատ նորմալ է, որ համայնքը պետք է ունենալ բյուջե, հավաքվում են, եկեղեցի են կառուցում, դպրոց են կառուցում, խաղալապարակ են կառուցում, դպրոցի համար դահլիճ են կառուցում, չգիտեմ ինչ որ միություններ են կառուցում, իրանք փողը հավաքում են, իրանք կառուցում են։ Հիմա պատկերացեք իրանց դեմքը, այդ սփյուռքահայերի դեմքը, այդ համայնքի դեմքը, երբ որ իրանք փողը հավաքում են, տալիս են մեկին, ասում են մեր համար դպրոց կառուցի։ Այս դպրոց կառուցող այդ փողերը վերցնում է, գնում է, մեկը զանգում է, ասում է ճիշտ է, ես գնացել եմ, բայց ես ձեր տված փողին էլ հարկերը չեմ ուծել պետությանը։ Ու այս համայնքը փողը հավաքի, որ դրա հարկերն էլ հլմուծի։ Փոխանակ բռնեն, դատեն, կոմպենսացնեն, իրենց գողացածը վերադարձնեն եւ այլն, գողացողին էլ դատեն։ Չէ։ Եթե սես մի բան ասես սփյուռքահային, ասես եթե ձեր համայնքում նման բան լիներ, դուք ինչ կանեիք, կտայիք հələ մատել այդ, հա, տարավերջում որ իր հարկերը մուծել, զարմացած ձեզ կնայեք, ասես ինչի, ինչի, հակառակ, իրա պետք է ձերբակալած լինեին ժաման, վաղուց, փողերը հետ բերին, նա դեռ բան նստեր կոմպենսացնելու համար եւ իջնել մուծել իր հարկերը։ Սա է։ Բա ինչ ենք ուզում։ Ուզում ենք Փաշինյան Նիկոլ ընտրել, Հավինյան Տիգրան ընտրել կամ Արմեն Սարգսյան ընտրել, Արմեն Սարգսյան, հա, Արմեն Սարգսյան ընտրել։ Ու այս արդյունքը չունենա։ Չի լինում։ Բնության մեջ դες բան չի լինում։ Ինչ ցանում ենք, ելեմ հնձում ենք։ Սա է մյուս անառակը։ Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասարիկ չդառնա։ Տղես արտասահմանում է, 20 միլիոն կտա։ Իսս լրիվ ձեռ է տալի, բայնակ է։ Բայակ է ուղղակի ոչ մի դատախազության աշխատող կյանքում Լևոնի նավակ ճոճողի դուրը չի ծեցի, ասի, այ Լևոնի նավակ ճոճող 20 միլիոն դրամ, քեզ որտեղից։ Այ եթե այս հարցը ցանկացած 20 միլիոն դրամ կամ 24 միլիոն դրամ
մուծողին հարցնեի եւ ասեին դե հիմնավորի ցույց տուր աշխատավարձը, ցույց տուր այդ աշխատավարձի դիմաց վճարած հարկերը, դե դու սեփական բիզնես ունես, այդպես տղա ես, որ դու բիզնես ես ունեցել, շատ լավ, եթե դու 20 միլիոն այսօր փող ունես, նշանակում է դու աշխատել ես առնվազն 40 միլիոն, որովհետեւ չի որ դու վերջի առածը բերել տվել ես, չէ՞ հիմա 40 միլիոնից առնվազն դու դեռ 13-14 միլիոն պետք է հարկ մուծած լիներ, այդքան որ քեզ մնար 40 միլիոն, հələ ցույց տուր այդ 13-14 միլիոն մուծած հարկերը որտեղ է, ես էլ ասեմ ապրես դու, հա, այսքան աշխատել ես, այսքան հարկ ես մուծել, այս է քո լաճին ազատելու համար, այ եթե այս մոդելով գործվեր, ես վստահ եմ, վստահեցնում եմ, այս օրենքի թեման կփակվեր ընդհանուր, որտեղ սրանցից ոչ մեկ չէր կարա հիմնավորել իրեն այդ գումարը որտեղից։ Իրեն, որ ինքն ասում ես Օմարի արծիվն եմ, Օմարի արծիվին, Օմարի լեռներում այդ փողը ով էր բերում տարի։ Թուրքերը Արցախը հանձնելու համար։ Այ եթե sense լիներ, օրենքը դրված, նաև այս հարցը չէր անդառնալու։ Իսկ ինչ է անելու այս օրենքը Հայաստանի Հանրապետության հետ, սարսափելի ուղղակի կանխատեսումներ կան եւ իմ մոտ եւ շատ մարդկանց մոտ։ Ես հիշեցնեմ, որ այս վերջի 5 տարիների Ալիևի պայմաններից մեկն էր նաեւ Հայաստանի սահմանափակ թվով զինվորների արկայությունը, այսինքն բանակի սահմանափակ թիվը, զենքերի սակավությունը, իրա վերահսկողությունը եւ այսպես ոնց են անում սրանք երկուսը մեկում բավարարում են Ադրբեջանին եւ այն կաշառքները, որ մտնում էր վայնկոմատ, զինկոմիսարյաններ, հիմա գալիս է ուղիղ մտնում է իրաց գրպանը։ Ուղիղ, չկասկածեք, եթե Անիֆը այսօր ուղիղ փոխպետությունից գնացել անդեր, անդերից գնացել է իրանց գրպանները, այս պարագայում, այս հիմնադրամը, որ մուծում են, դա արդեն ուղիղ իրաց գրպանն է։ Ինչի մասին է խոսքը։ Նույնիսկ եթե այդտեղ գալիս է էլի պետությունով է գնում, էլի մեկը ոչ մեկ ոչ մի հաշիվ չի տալիս նրանցից։ Ոչ էլ մտածում են դրա մասին, ոչ էլ Հայաստանում մի դատախազություն կամ քննչական կա, ոսած գնա դուրս ծեցիասիա, հələ մի վարքյան, 60 միլիոն դոլար, այ վիժվածքն է, դուք 60 դրամ չեք ունեցել ձեր գրպաններում։ Էս ինչ է կարել այս պետությունից, ձեր հարկերն էլ պետությունը պետք է վճարի։ Իսկ ինչ անել այս բանակը, այս բանակը քանդելու է պետությունը, այս օրենքը, եթե անցավ վերջնական, քանդելու է ընտանիքներ նախ եւ առաջ, ընտանիքներ պատկերացնում եք, կա մայր, կա հայր, կա զավակ, անկախ ինչ ձևի է զավակը, ոնց է մեծացել, կկախվի հորունքերից, ասի պա, ոնց ուզում ես այդ 20 միլիոնը դու ես չեմ ուզում գնա բանակ, եթե չտաս 20 միլիոն, նշանակում է դու ինձ այդքան էլ չես սիրում, ընդեղ ես կարող եմ իրանա, չգիտեմ, տատիկա, մայրիկա, պապիկա, հա, բա, այս մինուճար երեխուն ես, մի հատ երեխուն ինչա 20 միլիոն դրամն ես խնայեմ, տունս ծախեմ, չգիտեմ, բիզնեսս ծախեմ տամ, օրինական թո չգնա բանակ։ Դա կողքին դուրս կգա հայրը, այս երեխու վատն է ուզում, ասում է չէ, թո գնային բանակը, որտեղից կգա, չի գա, հայտնի չի, ու դու պատկերացեք ինչ պատմություններ ստեղ կարող են լինել։ Ասում ոչ միայն ընտանիքներ են քանդվելու, բանակն էլ հետն է քանդվելու ստեղ, որովհետև ցանկացած բանակ գնացող ինքը գիտի արդեն, ինքը մեկն է, որ 20 միլիոն իր փրկագին չեն տվել, ասենք 20-24 միլիոն է, ինչքան է, չգիտեմ արդեն, ասենք 24 միլիոն սահմանել են 18 տարեկան երեխու փրկագին, գլխագին, դու, որ քո երեխան մնա տունը, թե չգիտես են բանակի ինչ վիճակում է, գնաց, ով է տերը, ով չի տերը, ինչ հիվանդություն, ինչ սնայպեր կկպնի իրան, տեղում կխփեն, աֆիցերը կսպանի, ադրբեջանցին կսպանի, կամ մենք կվառենք կսպանենք, կամ կսպանենք հետո կվառենք, ով է տերը, ոչ մի պատասխանատվություն, դու պատկերացնում եք ամեն բանալ գնացով, այդ հոգեբանությունով արդեն գնալը, որ ինքը ուղղակի բանակում է, որովհետև ինքը չկարողացավ վճարել իր գլխագինը, իսկ այդ չեմ ասում արդեն մյուս քայլեր ինչեր կարող են լինեն, էլ ինչեր կարող են լինեն, դրա դիմաց ասեն, էս էլ արավոտ չգնա, ցածր տոկոսով վարկեր բանակ չգնալու համար, եթե նոր տարի անելու համար վարկեր են տալի, նոր տարի, մարդկանց մտցնում են դրա տակ,
բանակ գնալով է պատկերացնում, բանկերը ինչեր կանեն։ Եկամտահարկից պահեն, չգիտեմ, եկամտահարկիցդ կգնա, այդ 20 միլիոնը կքաշենք իրանց։ Դուք տեսեք ինչ սարսափելի բաներ են անելու։ Տունդ գրավդի քիչ վճարի։ Ես իրանց ֆանտազիան չգիտեմ ուր հասնելու, բայց այս օրենքը մեջը խայտարակ կործանարար հետևանքներ անելու, խայտարակ։ Անշուշտ կան, ես այսօր նախատեսել էի ձեր համար, որ ասենք ցույց տայի, թե մարդիկ ոնց են բնութագրում, լավ ասենք գոնից մեկին կարելի է կարդալ, ասենք ձեր համար էլի։ Ծառայում եմ հայրենիքիս 2018 թվականին օգտագործված Lexus-ը կամ կես բիտքոինը կառավարության հավանություն է տվել նախագծին։ Ըստ որի մուծելով 24 միլիոն, այդ 20 միլիոն եմ ասում։ Դրամ կարող ես 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս, այն է ազատվել զինվորական ծառայությունից։ Ավելի զազրելի օրինակից դժվար է պատկերացնել, մտածել բանակում ծառայելը ցանկացած նորմալ պետության մեջ համարվել եւ համարվում է մեծ պատիվ, իսկ օրինագծով հստակ ուղղված է հզվում, որ այսօր այդ հայրենիքին ծառայելը կվերաբերվի այն մարդկանց, որոնք չեն կարող վճարել 24 միլիոն դրամ։ Այն է 12-13 թվականի օգտագործված մի Lexus, 1 սենյականոց բնակարան, Երևանի ծայրամասում կամ կես բիտքոին։ Ես ստեղ որ ասեց այն տողը, որ հայրենիքի համար ծառայել է պատիվ, ես գիտեք ինչ հիշեցի։ Ես հիշեցի մեր բոլորի կողմից սիրված հերոս Մխիթաս Պարապետին։ Հիմա կասեք ինչ կապ ունի Մխիթաս Պարապետը բիտքոինի կամ սրանց օրենքի հետ։ Եթե դուք հիշում եք, Մխիթաս Պարապետին ամենաշատը դեմ էին եւ չէին ընդունում ազնվականները։ Գիտեք հիմա նկանում ինչի համար, ոչ թե իրենք ավելի հայրենասեր էին կամ պակաս հայրենասեր էին Մխիթաս Պարապետից, ոչ, որովհետեւ Մխիթաս Պարապետը Ռամիկի զավակ էր։ Իսկ իրանք հայ ազնվականությունը միշտ հպարտացել է, որ հայրենիքի պաշտպանության գործը դա իրա գործն է։ Եվ ինքը չէր կարող հանդուրժել, որ Ռամիկի կողքին լիներ մեկ, եթե իհարկե աշխարհազորը չէր կռվելում։ Էլ չեմ ասում, որ Ռամիկը իր հրամանատարը լիներ, իրեն թելադրողը լիներ, բայց իրավիճակը դա էր թելադրում, որ Դավիթ բեկը որոշեց, հենց որ պետք է լինի սպարապետ Մխիթարը, առանց հաշվի առնելով հայկական տրամադրությունները, այն ինչ որ կարող է լիներ։ Ասեմ, ոչ թե հիմնական ամենախոշքային խնդրեմը նա էր, որ ասենք, չգիտեմ, մեկը պակաս է սիրում, դե բաշխուդարական տղի զարդինը պակաս էին սիրում իրանց հայրենիքը, չնայած իրանք էլ իրանց ձև էին, պատկերացնում հայրենիքը ոնց է սիրել։ Չէ, հիմնական շեշտադրումը նրա վրա էր, որ Մխիթաս Պարապետը Ռամիկի զավակն ով որ մեծ ղեկավարի։ Որտեվ հայրենիքի պաշտպանությունը դա ազնվականության իրավունքն էր եւ պատիվը։ Շատ հստակ էր բաժանված դերերը։ Ռամիկը իր գործ ուներ, քահանան իր գործ ուներ, ազնվականությունը իր գործ ուներ։ Հստակ դերաբաժանում կար։ Դրա համար էլ հայկական կառավարման համակարգը հետագայում հասկացան, որ շատ ավելի առողջ ու նախընտրելի էր, քան հռոմեական, կներեք, հունական դեմոկրատիան։ Ուշ հասկացան, բայց Պլատոնը հասկացել էր դա ժամանակին, որ պետքա լինի գիտակների, ազնվականների կառավարություն, ոչ թե դեմոկրատիա։ Որովհետև դեմոկրատիան ժամանակի հետ վերում է կակիստոկրատիայի, ասում եք, որ այն ինչու մենք ունենք անորակների, տգետների, տհասների կառավարության, որն էլ վերում է կոլապսի երկիրը։ Իսկ Պլատոնն էր դրա առաջարկում, ասում է, որ բանը պետքա կառավարական շերտը հատուկ դպրոցներ անցնի, հատուկ ձևի կրթվեն այդ մարդիկ։ Իսկ այդ համակարգը Հայաստանում էր։ Հետագայում իհարկե այդ մոդելը փորձեցին կիրառել Մակեդոնիայում, որի արդյունքում ծնվեց Ալեքսանդրը Մակեդոնացի։ Այդ Արիստոտելն էր Պլատոնի աշակերտը, որ գնաց հենց այդ բանով, որ այդ 13 տարեկան հարբեցող արդեն Ալեքսանդրից դարձեց աշխարհակալ, ինչ եմ ուզում ասեմ, փոխվել ամեն ինչ գլխի վայրը, ամեն ինչ գլխի վայրը։ Բանակ գնացողին ոչ թե ձեռքերի վրա Աստված ասում են, չէ,
ցույց են տալի, որ դու այդ տղեն էիր, որ դու չունեիր 24 միլիոնը, որ դու վճարեիր։ Ուրիշ բան, եթե բանակ գնացողը գոնե 2 միլիոն աշխատավարձ ստանա, ասեն էնի 24 միլիոն տվել, որ ասենք իր փողով 10 հոգի ամսական 2 միլիոն աշխատավարձ ստանան, կամ տարեկան թեկուս է։ Հասկանում եք, դա կլիներ կոմպենսացիա, դա կլիներ, որ ինքը կարող է ֆանտաստիկ գիտնական է, ինքը ավելաբան մնա իր գործերն անի, 24 միլիոն տա, բայց այն մարդուն դա կլինի աշխատանք, պատվաբեր, հա, պատվաբեր աշխատանք, բայց չէ, ընտրվել է բանակը քանդելու ամենազազրելի ու գարշելի միջոցը, բայց մենք ենք հանդուրժում, ուրիշ ոչ մեկ։ Լավ, սրա մասին իհարկե Ժաննա Ալեքսանյանն էլ է խոսում, երևի այսօր մի բաց լսենք մի մասը։ Դիրքորոշումն է։ Սա է, փոխանակ մտածեն, ինչպես բարեփոխեն բանակում վիճակը, որ մարդիկ սիրով գնան ծառայելու, նրանք մտածում են, թե ինչից կարող են փող աշխատել, փող կորզել, ասենք, այն էլ որտեղից երկրի անվտանգության երաշխավորից, բանակից, հասկանում եք։ Եթե թեկուզ մեկ զինվոր է այդ վիճակում ծառայում, եւ այո, նրանք գիտեք, որ ընդլայնել են հիվանդներին բանակ զորակ կոչելու ցանկը, եւ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ կալյասկայով էլ պիտի ծառայեն, հասկանում եք, ասենք, մարդ, որը չի ծառայել բանակում, եւ բայց այստեղ ամենակարևորը նա է, որ իրենք թքած ունեն մարդը լավ վիճակում կծառայի, վատ վիճակում կծառայի, բացարձակապես միայն դա ենք տեսել այս 8 տարիների, 7 տարիների ընթացքում։ Բացարձակ ճշմարտությունը, սա ասելիք չկա։ Եվ այսպես, այսօր sense մի հատ նկար ընկավ աչքիս, շատ տեղի նկարիչները պահանջում են Ղարաբաղը։ Ես ուզում եմ հարցնել մեր նկարիչներից, այս թվին ապրածներից մարդ կա հիմա, ողջ։ Թե ասենք այդ թվի նկարիչներն են միայն պահանջում Ղարաբաղը։ Հարցս հերետորական չի, ուղիղ հարց եմ տալիս։ Ուզում հասկանամ, այն ժամանակ եք ստում, թե հիմա։ Ոչ է կարող ասել մենք թե չենք ասել, ու ոչ էլ հիմա կարող եք ասել, որ մենք Ղարաբաղ ուզում ենք։ Կասեմ, այդպես բան գոյություն չունի, ես ոչ միտեղ նման բան չեմ լսել։ Իսկ ես ձեր սենյակային խոսակցությունները չեմ լսում, ես այդ հնարավորությունը չունեմ, գիշերներն էլ ասել չեմ տեսնում։ Հարց ամբողջ Հայաստանի նկարիչներին։ Ուզում եք Ղարաբաղը, էլի թե փոշմանել եք։ Գնում մի բան ասեք, իմանանք, էլի ասենք, եթե փոշմանել եք, մարդ կարա չէ փոշմանել, այսօր մի բան ասում, վաղը ասենք, հասկացել եմ, որ սխալ է։ Ուզում լսեմ ու հիմնավորեք, ինչու եք այն ժամանակ ուզում, հիմա չեք ուզում։ Արդար է ասածս, արդար է։ Կարող դուք լուրջ հիմնավորում եք, ես էլ գնամ մտածեմ, որտեղ այն ժամանակ ես էլ էի ուզում, հիմա էլ եմ ուզում մտածեմ, կարող է երկու դեպքում էլ սխալ եմ, կարող դուք ավելի խելոք հիմնավորումներ ունեք, թե ինչի պետք է այն ժամանակ ուզել, հիմա չեք։ Նայեք սա։ Երաշտությունը չեմ դնում, որ դուք թուրքերն են։ Իրենց պատմական սև ու սպիտակ ոչխարի շորերով։ Իրենց պատմական, սա իրենք են, եւ իրենց ցեղերն էլ այդպես է կոչվել են սև ոչխարների եւ սպիտակ ոչխարների անունով։ Դրանց թուրքերեն տարբերակը կա, բայց ես տենց էլ չկարողացա սովորել, իմ թուրքերեն այդքան լավ չի։ Տենց էլ չկարողացա սովորել, բայց գիտեմ, որ մեր դիտողները շատերը գիտեն, իրանց ոնց էին ասում, հա, այս թուրքերեն։ Սա նրա ցեղներ, սև ոչխարների, սա էլ սպիտակ ոչխարների ցեղներ։ Ու սրանք չեն էլ թաքցնում, իրանք տենց են։ Իրանք առայսօր են այտենց, ու ամենավիրավորականը գիտեք որն է, որ այս ոչխարներն են թելադրում Հայաստանի վիճակը, Հայաստանի նույնիսկ ապագան։ Գիտեք ինչի՞։ Որովհետև իրանց նման ոչխարի բերել նստել են մեր գլխին ու կարողանում են թելադրել։ Բայց այն հանգամանքը, որ մենք էլ հանդուրժում ենք դա, սա ավելի վատ կարգավիճակ է, ես կարծում եմ, ավելի ցածր կարգավիճակ է։ Դրա համար էլ նույնիսկ որոշել են, որ ֆուտբոլային թիմ պետք է ստեղծեն Արևմտյան Ադրբեջան անունով։
ոնց Ադրբեջան ոչ թե անունով Ադրբեջանի ապրողների անունով գուցե նաև ասեն սա պոտենցիալ մեր Ադրբեջանի ապրողներն են, հա, հենց այս տարածքի վրա միջև կվերադառնանք այս թիմը, ասենց ասենք, հա, մենք ունենք, չէ, կառավարություն արտագնա տենց։ Հիմա իրանք արտագնա ֆուտբոլային թիմ են ստեղծում։ Այս ոչխարները, հա, հենց այս ոչխարները մի զարմացեք։ Հենց այս ոչխարները մի զարմացեք, իրանք ստեղծում են այդ հնարավորությունը իրանք տրված է Հայաստանի կողմից։ Ու ինձ ասում են ինչի՞ չեք պատասխանում այն բանին։ Ադրբեջանցի ակտիվ բլոգեր կա, սա ամբողջովին շեշտ լուսապալի։ Ես իրան ոչ լսում եմ, ոչ եմ պատասխանելու ցանկությունը, որովհետև իմ պատասխանելը ես պետք է արդարանամ, ես ինչի պետք է արդարանեմ։ Կառավարություն կա դա, բանակ կա, ավտոդոս նախարարություն կա, իրենք պետք է անենց պահեն իրանց, որ իմ նման ձեր նման մարդիկ ոչ ներվեին, ոչ էլ մտածեին, որ իրանք պետք է արդարանան։ Ես ինչի արդարանամ, որ իրանք սև ու սպիտակ ոչխարներից են։ Ես դա մոտ կարիք չունեմ արդարանալու։ Ես հասկանում եմ դուք ինչից եք նեղվում, բայց դուք էլ պետք է հասկանաք մի բան, որ մեր խնդիրը այս շեշ լուսնվող ադրբեջանցիները չէ, մեր խնդիրը մենք ենք։ Ու մեր մեր կողմից հանդրված այս կառավարությունը։ Թուրքերը իրաց խոսալը, իրաց գործը խոսալն է, իրաց գործը սպանելն է։ Մեր գործը պաշտպանվելն է։ Եթե մենք չենք պաշտպանում, ու մենք չենք կարող բողոքել, որ մեզ կերան։ Պատկերացնում եք, ոնց որ եղնիկը բողոքի, որ ասենք վագրը իրան կերավ։ Դու չես պաշտպանում, ինքը քեզ ուտում է, վագրի բնությունն է։ Այս մենք ուզում ենք մեզ նապաստակի նման պահենք ու հանկարծ աղվեսը մեզ չուտի, չէ, այդպես չի։ Եվ որ հիմար Արալենն ասում է, որ եթե մենք խելոք պահենք աղվեսը մեզ չի ուտի, դա հիմար Արալենն է ասում։ Որտեղ հիմար են նապաստակը, որ մտածում որ իրեն խելոք պահեց, իրեն աղվեսը կամ գայլը չեն ուտելու։ Սա է իմ ասելիքը։ Ու սրանց մի հատ պատասխան կա, մի հատ, որ օրը ընկավ Փաշինյան Նիկոլը, այդ օրը թերթում ենք սրանց վերջի էջը։ Ինքնաբերաբար թերթվում է։ Ինքնաբերաբար։ Որովհետև այսօր իրանք էլ են խոստովանել, որ Արցախը նվիրել է իրանց, նույն այդ ադրբեջանցի, որ նվիրել է իրանց Փաշինյան Նիկոլը։ Սա մեր համար իհարկե ցավ է, բայց մյուս կողմից գիտեք որ նա փաստ ամենակարևոր, որ Արցախ իրանք չեն գրավել։ Իրանք այդ ռեսուրսները չունեն Արցախ գրավել։ Հիմա էլ չունեն, չեն ունենալու։ Չեն ունենալու, այն ոնց որ Ուկրաինան չեն կարողանում ռուսները գրավել, նույնն էլ թուրքերն են։ Հələ Ռուսաստան այդքան զենք ուներ, Ռուսաստան այդքան ուղերները տարիներով լվացել էր դրանց, հա։ Գերտերություն, то չգիտեմ, աշխարհի երկրորդ բանակը։ Բայց օտար հողում ուրիշի հողի համար կռվողը մոտիվացված չի, երբեք չի եղել։ Ինքը վատ զինվոր է։ Ոնց որ ռուսը, նենց է թուրքը։ Իրանք վատ զինվոր են, վատ, միշտ վատն են եղել։ Այն պատերազմի 44 թվականի պատերազմը, որ սովետական տարածքում էր, իրանք գոնե գիտեն, որ այս արագայում հստակ դիմացինն է հրեշը, ոչ թե հիմա, ոչ թե իրենք։ Ճիշտ է, իրաց թիկունքում հրեշներ կանգնած, բայց գիտեն, որ մտել են իրենց տուն, մի բան պետք է անեն, գոնե իրենք իրենց համար։ Բայց դրսում Ռուսաստանը ոչ մի պատերազմ կյանքում չի կրել։ Ոչ Աֆղանստանում ան կրել, ոչ Եվրոպայում ան կրել, Նապոլեոնը քանի անգամ ջարդել է բանում, Ավստրիայում, Իտալիայում շպրտել է դուրս։ Գերիա վերսել Ալեքսանդր առաջինը չէ։ Չէ, ոնց որ Ալեքսանդր առաջինը։ Պավելի տղեն, հա, Ալեքսանդր։ Գերիա վերսել նույնիսկ ու թողել է, ասել է գնա տուն, լսեք քո զինվորները։ 7000 թե 15000, այ հիմա կասեմ 7 կամ 15։ 15000 զինվոր գերությունից ազատել է, հարցրել է, զինել է, ուղարկել է հետ Ռուսաստան։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, ռուսական զորքը երբեք դրսում պատերազմ չի կարող ասել ախտի։ Ինչի, որտեղ ոչ մի դրսում կռվող զինվոր ինքը մոտիվացված չի։ Էլի գանք մեզ, երբ որ մենք շերտենք, բան կանենք, սանրատ կանենք, իր ճիշտ տեղը, այն ժամանակ մենք հանգիստ, առանց ներվայնանալու, կթերթենք Ադրբեջանի պատմության վերջին էջը, ու հուսով եմ այս անգամ վերջնական։ Այսպիսի մի տեսանյութ կա այսօր։
Ֆրանսիայի նախագահը։ Երկու հոգի ուղղակի դեպից գնում են, որ ասենք, եթե վրան հարցակվեն, չգիտեմ, խուլիգան, գոնե ասենք Թուրքստան երկրի նախագահային վնաս տանեն, գոնե ասենք պահեն պաշտպանեն։ Հայ ինչ, մեր Նիկոլն էլ այդպես քայլում։ Ինչ տես չի քայլում։ Ուղղակի այդ ժամանակ երթևեկությունն է կանգնած լինում բոլոր կողմերից։ Փոստն մարդ չի լինում, նույնիսկ պատոհաններից նայող չկա, դրան հավաքած լինում։ Եթե մի քանի օքյոտ տեսնեք շարժվող, դա իր կամ Ռուսաստանի անվտանգության աշխատողներն են, կամ Թուրքիայի, չգիտեմ, կամ համատեղ ռուս-թուրքական անվտանգության աշխատողներն են։ Համարը լրիվ նույնն է, լրիվ նույնն է, նույն վիճակն է։ Որ ասում եմ մի մասին, մի բանի մասին, Մակրոնը վախենալու բան չունի։ Ինքը իր գործի տերն է, պատասխանատու է, հանգիստ է ապրում։ Փաշինյան Նիկոլը անընդհատ սպասում է, անընդհատ բոլոր կողմերից սպասում է, որ մի բան լինելու է այդ, ու ճիշտ անում է, ես էլ պատմել եմ, չէ, որ օգտագործած ագենտներին ինչ են անում։ Դա կոչվում է լիկվիդացիա։ Այդ լիկվիդացիան տարբեր ձև է լինում։ Կյանքի ձգելուց մինչև ֆիզիկական լիկվիդացիա, որ ինքը արդեն գոնե ֆիզիկապես էլ գոյություն չունենա։ Լավ, այսօր դաժան տեսարանները չեմ ուզում պատմեմ, հիմա ուղղակի ուզում եմ հիշեցնեմ այն մարդկանց, որոնք դեռ հունավոր ագիտացիայի տակ մոռացել են Հայաստանում կատարվածի մասին։ Արարեց։ Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադառնալ Ղարաբաղ։ Այժմ հերթը Բաքվին է, միանալ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին։ Եթե չլիներ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Թուրքիան ի վիճակի չէին լինի վերադարձնել Ղարաբաղը։ Բազմաթիվ են փաստերն ու ապացույցները, որոնք աղաղակում են այն մասին, որ Հայաստանի ողրիմ թշնամին ռուս-թուրքական տանդեմն է։ Այս Նիկոլի Լավրովի այցից հետո, որ ես շատ հաճախ սկսեցի եւ կտրուկ անդրադառնալ Ռուսաստանի, հայտնաբերվեց մի շերտ, որոնք թե կարծես անակնկալի էին եկել։ Չգիտեմ, առաջի անգամ էին նայում իմ ալիքը, այս ալիքը, թե չի անակնկալի էին եկել, թե ես ոնց կարող եմ համարձակվել Ռուսաստանի արտգործնախարարի կամ Ռուսաստանի հասցեին այդ կարգի բան ունենալ, վերաբերմունք ունենալ, էլի։ Հիմա ես ուզում հակառակ հարցը տամ։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում նրան, որ Դուգինի խոստովանանքով եւ ոչ միայն իր Շայգոյից սկսած նույն բաններն են ասում, որ իրենք տպեցին Արցախը ադրբեջանցիներին։ Իսկ դուք ո՞նց եք դրան վերաբերվում։ Դուք կարող եք դրան տարբեր վերաբերվել։ Ես չի ասի դուք դրա իրավունք ունեք, բայց դուք դրան տարբեր եք վերաբերվում եւ ես կարող եմ դրա վրա ազդեցություն չունենալ։ Ի վերջո իմ նպատակն էլ չի դրա վրա ազդեցություն ունենալ։ Ես հիմա իմ գործն եմ անում, դա տեղ կհասնի, չէ։ Հա, բայց այն հանգամանքը, որ դուք կարող կողքով անցնեք այս իրականության, կամ չնկատելու տակ, կամ ասենք հարմարության իմաստով, որ դուք Ռուսաստանում եք ապրում, կամ ռուս գործարար եք, կամ ռուսների հետ գործ եք անում, բիզնես եք անում, որովհետև շատերին գիտեն, որ իրենք համաձայն են իմ հետ, բայց ծպտում չեն անում, որտեղ բիզնեսը կապված է Ռուսաստանի հետ։ Ես դա էլ գիտեմ։ Ու դա ոչ մի բան չի փոխվում, գիտեք։ Ոչ մի բան չի փոխվում դա իրականությունում, ընդամենը դուք ձայն չեք անում կամ ուրիշ ձայն եք անում, որ այդքան էլ այտենց չի, չգիտեմ, Ռուսն լավն է, Պուտինը լավն է։ Ուղղակի իրան փոքր ժամանակ, ասենք հիվանդանոցում փոխել են։ Ես ամեն ինչ պատրաստ եմ լսել, բայց երբեմն sense ուզում եմ ձեզ հիշացնեմ սրա մասին, ոչ թե իմ խոսքերով, որ դուք սրա հետ ապրեք, ովքեր դեռ հավատում են այդ հեքիաթներին, որ դուք էսի լսելով սա հետ ապրեք, որտեղ ես գիտեմ ինչ անում ինֆորմացիա մարդու հետ, ինքը կարող է ժամանակ բանի տեղ չլինի, բայց այդ ինֆորմացիան հետաքրքիր բան ունի, սովորություն ունի, ինքը sense հատիկի նման կարող է մտնի ուղեղի մի անցքի մեջ, հետո մեն անես միացիլ տա, որ այդ կրողը զարմանա, թե ինքը ոնց եկավ այդ եզրակացության, որտեղ ես դա տեսել եմ, իմ հետ էլ դա եղել։ Ես էլ շատ ինֆորմացիաներ մտածել եմ, ես համար պատրաստ չեմ դրել եմ կողքի վրա, բայց ինքը ընդեղ եղել է, ու առանց իմ միջամտության ինքը ուղղակի հավաքել է այդ ինֆորմացիայի շուրջ իրան պետքական ինֆորմացիան, մի օր դարել է ռեալ կարծիք։
Որովհետև մարդը ոնց է վերցնում ինֆորմացիան։ Մարդիկ հիմնականում վերցնում են ինֆորմացիա, որին պատրաստ են անցալեն։ Այն որ պատրաստ չեն, իրանք մերժում են, որովհետև ուղեղը sense է, ինքը դարակներ ունի, կոպիտ ասած, հա, ինքը սիրում է դասավորել։ Այս ինֆորմացիան, ասենք էկոլոգիային է, ինքը էկոլոգիայի դարակը որն է, ունի թե չունի։ Եթե ունի էկոլոգիայի դարակ, հոп, էսի գնաց էկոլոգիայի դարակ։ Դարակ մի քիչ ավելի մեծ ինֆորմացիան է։ Հա, իսկ ես հիմնականում որ իմ համար եմ ասում, որ բան կա, ոլորտ կա, որ կարծիք չունեն, այդտեղ ես եմ ոչ է տեղադրեմ։ Ոդ է տեղադրեմ։ Ես չէ՞ որ բաներ կա, ես շատ բաներ, ես էլ չգիտեմ։ Ես հիմնականում աշխատում եմ այդպես ինֆորմացիաները հերոպայել ինձանից, բայց դեպքեր է եղել, որ ես մեկին անստեղ եմ հիշել այդ ինֆորմացիան, ախտես լսել եմ էսի։ Բայց ես դարակ չունեի, բարձում է ինֆորմացիան այդպես բանը։ Հատիկի նման մնում է մարդու հիշողության մեջ։ Մեկ էլ ես մագնիսի նման քաշում է իր մնացած կոմպոնենտները մի օր դառնում հոպլա։ Ես դառնում եմ Դուգինին, Շայգուին, Պուտինին, հաջող ցույց տալի, որ ընկերներ գիտեք, սա բոլորովին իմ տեսակետը չի միայն, այսինքն իմ տեսակետը հիմնված է այս ինֆորմացիայի վրա։ Ու բոլորին պարտադիր չի, որ դուք իմ հետ համաձայն լինեք, բայց լսեք։ Գուցե մի օր ձեր մոտ էլ է պայծառացումը լինի։ Գնանք առաջ։ Մի ավելի սոսկալի բան։ Մյուս տարվանից Հայաստանում ազնագներ տալու գործընթացը կատարել է ոչ թե պետությունը ազնագային բաժիններում, այլ մասնավոր կազմակերպություն։ Սա էլ են ծախել։ Այլ ինչպես բանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ փողը պետությունը չի տպում։ Մասնավոր է տպում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը պետությունը չի տպում։ Իսկ այս վերջերս բացահայտված ոչ թե բացահայտված Թրամփը հազարել էր, որ Քենեդի ուսումնասիրության մի քանի բաներ բացեին ու էլի հիմնական փաստաթղթերը նոր բացահայտված գալիս է նրան, որ Քենեդին ամեն ինչ արել է, որ պետության փող տպելու իրավունքը վերադարձնի պետությանը։ Հա, հերվից թեթևակնարկելով, որ հա, շատերի դուրս չի եկել, որ այդ մասնավորները, որոնք Ամերիկայի նման պետության փողն են տպում, հետաքրքրված չեն եղել, որ շարունակի Քենեդին բանը ղեկավարել։ Ինչ եմ ուզում ասել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Հայաստանի ազնագիրը պետություն չի տալու։ Բիզնես է էլի։ Էս էլ ատավ է իր որբերից մեկին կամ էս էլ ատավ է մեկին, որը ղեկավարում է ուղիղ այլ պետության հատուկ ծառայությունները, որտեղ ինչ է նշանակում տալ անձնագիր։ Նշանակում է այդ մարդու ամբողջ ինֆորմացիան տիրապետել։ Իսկ ով կարող է երաշխավորի Հայաստանում, որ այդ մասնավորը այդ ինֆորմացիան չի կիսվելու, չի տարածելու այլ հետաքրքրված կազմակերպությունների հետ։ Գումարի դիմաց կամ պարտավորվածության դիմաց, շանտաժի դիմաց, ով կարող է նման բան երաշխավորի։ Պատկերացրեցիք ինչ են անում սրանք։ Դա եմ ասում, գիտեք, մենք ժամանակ չունենք։ Ես որ խնդրում եմ ձեզ հաղորդումները տարածել, նրանից չի, որ ինձ էգոիզմ մի sense բան է տալի, որ ասենք նայեց 100,000 կամ 150,000, 200,000։ Ինձ հետևանքներն է հետաքրքիր։ Հետևանքներն է հետաքրքիր, որովհետև գիտեմ, որ մենք ժամանակ չունենք։ Մեր համար օրերն են հաշված։ Օրերն են հաշված։ Հիմա պատկերացնենք ոնց պետք է ապրի հասարակ քաղաքացին, եթե 1 միլիոն մարդ միանգամից իրան ասեն, որ գիտես հարգելիս, դու արդեն պետությունից ազնագիր չես ստանալու։ Դու ստանալու ես ինչ որ մեկից, որը տիրապետում է քո ամբողջ ինֆորմացիային։ Ամբողջ։ Ու երբ ուզենա, ով կարելի է ձեռան բռնի։ Բանկը քնչականի սեյֆից $590,000 են տանում, որը 1 տարի առաջ արդեն պետք է բանկում լիներ։ Ինչ է նշանակում ինֆորմացիա չկիսել, որտեղ մասնավոր է։ Դուք պատկերացնում եք, ով է իմանալու, ասենք ինտերնետով մեկին ցած մեյլով դրեց շղթ, դոկումենտ է ուղարկում, ում ինչքան ազնագիր է տվել, ազնագների թվերով, համարով, ամեն ինչով, նկարով, հասցեով, ծննդականով, բոլոր։ Ինչ է կարծում այդ 1 միլիոն մարդը, որ մի անգամից այս ինֆորմացիան օրական մի քանի անգամ որ լսի, ինչ է զգալու։ Անհանգստություն, անվստահություն իշխանությունների նկատմամբ,
վախ, թշնամություն, ինչ ուզեք։ Մի բան է, երբ որ ժողովուրդը սա մասին չգիտի։ Իրավ, տոպիլոտ, իներցիայով ապրում է։ Չէ՞ որ մարդի մեղավոր չի որ ինքը չգիտի, դեն չեն ասել։ Չեն հասցնել ինֆորմացիան տեղ։ Delivery չի աշխատել, էլի, ինչ անես մարդը։ Սարում է ապրում, գյուղում է ապրում, կամ իր գործերով զբաղված, հեռուստացույց առանձնապես չի նայում։ Իր միջավայրում էլ այդ մասին չեն խոսում, բա ո՞նց իմանա ինքը։ Հասցնել է պետք է ինֆորմացիաները Ժորժ ջան, ոնց ուզում ենք, ոնց ուզում լինի, պետք է հասցնել։ Մեր գործը դա է։ Որտեղ այս ինֆորմացիան պատերազմում եթե մենք պարտվում ենք իրական կյանքում նաև։ Այսօր Թալիշների լիդերը դիմե Թալիշների։ Ինչ ասում։ Ռուսերենը ես երևի թարգմանեմ մեր բաների սպորտային ընկերների համար, որոնք ռուսերենը չեն հասկանում։ Հիմնական իրենց խնդիրը նա է, որ Ադրբեջանի պետությունը Ալիևը վերացնում է ազգային պրոկլամացիաների։ Ազգային պրոկլամացիաները արգելում է իրենց լեզուներով խոսել, դասեր գրքեր ունենալ, ռադիոհաղորդումներ ունենալ ու դրանցից մեկն է հենց Թալիշները։ Ես դրա համար եմ ասում, եթե մենք ունենանք պետություն, Ադրբեջանը մասնատելը տեխնիկայի հարց է։ Տեխնիկա։ Որտեղ ամեն ինչ կա պատրաստ։ Եվ Իգբալը, որը ձերբակալվել է սրանց կողմից, ադրբեջանցիների կողմից, իրանց առաջնորդն ասում է, ինքը հանցագործ չի եւ ինքը ձեզ կոչ է անում, որ ձեր երեխեքին շարունակեք սովորեցնել Թալիշերենը, պահեք ձեր երաժշտությունը, գրականությունը, այն ինչ որ գիտեք, խոսացեք, գրեք, որովհետեւ դրա վրա է մնալու պետությունը, այսինքն ազգը, որպես միավոր, որտեղ Ադրբեջանի պետությունը ուզում է ուղղակի վերացնի ու սարքի իրենց նման ադրբեջանցի, որտեղ Ադրբեջանում իրականում ադրբեջանցի, իրանք որ հաշվեն դե կարող տոկոսային հարաբերությունով շատ չնչին բան բնատական։ Այնը իրանք էլ չգիտեն, իրանք ով են, ադրբեջանցի են, որը թուրք են, իրանցի են, ավար են, լեզգին են, թալիշ են, թե ինչ են։ Դա է շատ դժվար է։ Ու հենց մտավ այս դիսկուրսը իրանց միջավայր, հա, որ իրանք կարող են իրանց բան ունենալ, հա, իդենտիֆիկացիան պաշտպանել։ Էժանակը մեկը դուրս կգա, որ ադրբեջանցի չկա ընդ է։ Բա որ ադրբեջանցի չկա, մենք ում հետ ենք կռիվանում։ Մենք ում հետ ենք կռիվանում։ Ես պետք է ասեմ նաև Թալիշները շատ մտերիմ են հայերի։ Ու 44 օրյա պատերազմից առաջ թալիշցիներն էին զգուշացրել արցախցիներին, մասնավորապես ում ճանաչում են, սա ասել են, որ մեր կողմը շարժ կա, գալիս են ձեր վրա պատերազմա։ Թալիշները այդտենց, որտեղ իրանց ձեռ չի տալի Ադրբեջան պետության գոյությունը։ Իրանց համար դա էքզիստենցիալ վտանգ է։ Եվ այսպես, դատարանը անվորել է ճանաչել կարմիր գծերի թանկացման վերաբերյալ դրույթը։ Այ քեզ բան, բայց մի տարուց ավելա կարմիր գծերի համար փող են հավաքում, ավելացած։ Փաստորեն դա հիմնավորված չի եղել։ Հիմա հարց, դատախազ, ինչ է լինելու Ավինյանի հետ, եւ ոչ միայն Ավինյանի հետ, Ավինյանի, Վազգենի քրոջ հետ, չեկներ Վազգենի քուչես, որոշեմ չէ, Նիկոլի Հարջ համատեղության կարգով Վազգենի եղբայր, Արամ Սարգսյանի հետ։ Դրանց հարցերը ո՞նց է լինելու։ Չէ, իրանք են պարտադրել այս որոշումը քաղաքացիներին։ Այս հարցը ո՞նց է լուծվելու։ Հիմա հարց են տալի, իրոք, Դերենիկ Մալխասյանը հարց է տալիս։ Մայր Հայաստան դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի Facebook-յան էջի գրառումն հա դատանը վճռել, որ ԿՊ իշխանությունը անօրինական մտել է քաղաքացիների գրպանը։ Երբ ԿՊ իշխանությունը չէ, նաև բանը Վազգենի ասացի քույրիկը։ Հա դատարան անձանագրել է, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափվելու պատճառաբանությունը իրավաչափ չի համարել։ Կպական իշխանությունը բոլոր ոլորտներում ապաշնորհ են փող աշխատելու մասին են մտածում։ Հիմա Տիգրան Ավինյանը վերադարձնել է կարմիր գծերի համար գանձված գումարները, որոնք միլիարդավոր դրամների են հասնում։ Հարց. լինելու թե չի լինելու։ Իմ կարծիքով չի լինելու, որտեղ Տիգրան Ավինյանը այն
Տիգրան Ավինյանն է, որ անիվի ղեկավարն էր, որը պետությունից $60 միլիոն վերցրել է, ոչ մի չէ։ Այդ գումարներ չկա։ Հələ սրա հարկերն չմուծած պետությունը պետք է մուսալի։ Պետությունը բնա ժողովուրդը։ Իչքիլը քանի օգու համարա արժանապատվության տիրույթում նման երկրում ապրելը։ Այսինքն հանդուրժել նման տականքներին։ Հիմա էլի հանդուրժելու ձևերի, հա, ձևաչափերի մասին իսկ ինչ անեն, որ չհանդուրժեն, ոնց պայքարեն դրա դիմաց։ Ինչ անեն։ Բայց դա կոչվում է սոցիալական ազդեցություն, այսինքն հանրային պարսավանքի ինստիտուտ, որը ֆանտաստիկ ազդեցություն ունի, ֆանտաստիկ։ Հենց մենք կիրառում ենք, պարզվում է մեկ էլ ավանի նույնիսկ նորքի թաղապետը ի վիճակի չի դրան դիմանալ։ Այդ լկտին պարզվում է ի վիճակի չէ, որովհետև երեխեքն արդեն ամաչում են իրանց հոր անունը լսելուց։ Ես գիտեմ, ասենք մարդիկ կա, ասես դհոլիկա շինքաշած երեսներին, ուզում ես թքի։ Չեն էլ զգում դա։ Չի զգում, մաշկը չի զգում։ Որտեղ այնքան են թքել, ամբողջ կյանքում մաշկը հակառակ որ մի օր չեն թքում, ասում ես ինչ ա եղել։ Ես ինչա կատարվում իմ հետ։ Ես ինչի ոչ մի բան ասող չկա ինձ։ Իհարկե դրաներ կան, բայց մյուս կողմներ կա, որ դեռ այդ կոնդիցիային չի հասել, էլի փորձառության իմաստով եւ իրենց վրա կարող է ազդի։ Հանրային պարսավանքի ինստիտուտ, վերաբերմունք։ Գոնե այսքանը կարող ենք ունենալ։ Իսկ ո՞ւմ պետք է ունենանք։ Ես երեք ասացի, որ Լիտվայում են հասել արդեն գերմանական տանկերը, ոնց Հեսա Լիտվայի նախագահն էր այս գեղեցկուին։ Հիշում եք, որ ասում էր, ռուսների հետ բանակցելու մեկ տարբերակ կա, միայն եթե զենքը դրած է սեղանի վրա։ Քո։ Ոչ։ This is a historic moment for both of our countries, Lithuania and Germany. It is chosen what for. Սա պատմական պահ է եւ Լիտվան եւ Գերմանիան համատեղ այս կարգի միջոցառում են անում։ Իհարկե 45 թվականից հետո նման բան չէր եղել։ Եվ ես չեմ կարծում ինչ որ մեկը պատկերացնում էր, որ նման բան է հնարավոր։ Բայց Պուտինը կարողացավ ստեղծել այս իրականությունը ու իրանից բացի ոչ մեկ չստեղծեց այս իրականությունը։ Ինքը բացառապես իր ձեռքով իդեպ հիմա մենք միշտ խոսում ենք իրար հետ, հա 1000-ից 1500 հոգի ռուս մահացավ։ Սա է օրական ստատիստիկան, եւ ես մի քանի վիդեոներ եմ ցույց տալու, սա օրական ստատիստիկան է, այսքան մարդապետք, այսքան զոհապետք, հələ տնտեսական մասը չեմ ասում, որ Պուտինը շարունակի ղեկավարել։ Ես գիտեմ, որ հիմա ասելու են, թող հանձնվեն ուկրաինացիները։ Ես դեռ պետք է ասեմ, գիտեք, ես չեմ կարող խոստալ, որ ես կարող եմ համոզել ուկրաինացիներին, որ իրենք հանձնվեն, որ ասենք Պուտինին դրանից լավ լինի։ Դա իմ ուժերից վրա, ասեմ ավելի, հետաքրքրությունների մեջ չի մտնում։ Հակառակ։ Ուզում եմ, որ Պուտինը ժամ առաջ գնա իվերի Երուսաղեմ, որ մենք էլ հասկանանք Հայաստանի 5-րդ շարասանը ինչ ենք անում։ Այդ երկիրը պետք է որ վերանա, որ մենք Հայաստան այդ 90% որ մեդիան տիրապետում է, հասկանանք դրանից հետ ինչ ենք անում, էլի։ Հասկանում եք, քանից այս համակարգը կա, մենք այդ 90% մեդիա տիրույթում շատ դժվար է լինելու մեր համար ինչ-որ մի բան նոր առողջ բան ստեղծելը։ Դա համար ես չեմ խոստանում, որ ես աջակցել եմ Ռուսաստանի, չեմ ասում էլի, աջակցել բաներ հնչեց։ Սա այսօր տեղի ունեցավ Ռուսաստանի ուզումն է։ Եվ այսպես մի քանի 100 դրոններով Ռուսաստան այս վիճակի մեջ են դնում։ Արդեն պատերազմի մասնակի տեղափոխված է Ռուսաստանի խոշքեր։ Էլի 3 տարի առաջ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ ասենք ընդամենը այն ժամանակ ժավելիններով, ասենց ուսի վրայից տանկ խփող գործիքներով զինված Ուկրաինան կարողանալու է այս կարգի ավելացություններ անել Ռուսաստանի խոշքերը։ Ոչ մեկ չէր պատկերացնում, բայց գիտեք ինչ։ Պատմությունը սենց է ցույց տալի։
որպես օրենք, միտեղ եթե կա պայքար եւ կամք, միշտ աջակցողները հայտնվում են։ Այո, այդ ընթացքում նաև լինում են խանգարողներ Թրամփի նման, չգիտեմ, Ֆիսկոյի նման, Օրբանի նման, Էրդողանի նման, լինում են խանգարողներ, լինում են Պուտինին օգնողներ, Ալիևի նման, Էրդողանի նման էլ արդեն էլի sense նույն մարդկանցով լինում են, անպայման լինում են, բայց նաև լինում է sense Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա, որոնք ասում են, չի ախպիճ, մի վարքան։ Եթե հիմա չփոխենք Ուկրաինային, Սովետը գալու հասնելու է մեզ։ Սովետը, ոչ թե Ռուսաստանը։ Ռեալ պոլիտիկ։ Մենք դնում ենք այդ բարձր բարոյական չափանիշների մի կողմ, նայում ենք հստակ։ Լեհաստանն էլ է հասկանում, Գերմանիան էլ է հասկանում, Շվեդիան էլ, Դանիան էլ, Ֆինլանդիան էլ, բոլորը հասկանում են, եթե չփոխենք Ուկրաինային, սովետական միության վերականգնումը, որի մասին խոսում է Պուտինը, դառնալու է իրականություն եւ գալու են հասնեն իրենց, որտեղ ինչ է նշանակում գրավել Ուկրաինան։ Հաջորդը դառնալու է հենց հաջորդ իրախը դառնում է Մոլդովան, Հայաստանը, մեր բարձրային երկրները, հետո գալիս է Ֆինլանդիան, Շվեդիան եւ այլն, ֆաշիզմը, ռաշիզմը մտնում է եվրոպական տարածք։ Հիմա երևի էլի կասեն, կլսեմ ասեն ձայներ էլի։ Հա, բայց այդ մարդիկ գնում են փրկելու։ Հա, գիտեք, օրինակ սենց անենք, պատկերացեք դուք կարիք ունեք օգնության, ձեզ գալիս է փրկելու, ասենք, Նորվեգիան եւ Զիմբաբվեն։ Օրինակ, ինչ եք կարծում, որը իրականում ձեզ կփրկի եւ որքանով է իրանց հայտնվել է ձեր կողքին փրկություն։ Բան չկա, չէ՞։ Վիճելու բան չկա, չէ՞ ստեղ։ Հիմա, երբ որ ինձ ասում են Ռուսաստանը գնում է միտեղ փրկելու, Ռուսաստանը չի գնում ոչ միտեղ փրկելու։ Ռուսաստանը գնում է միտեղ գրավելու, որ այն սարքի Ռուսաստան։ Իսկ ինչ է նշանակում Ռուսաստան։ Այս այն տարածքն է, որտեղ 25 տարվա նախագահ պահելու համար պետք է որ օրեկան առնվազն 1000-ից 1500 հոգի մարդ սպանվի։ Սա է Ռուսաստանը։ Գանք մեր հայրենակիցները լսենք իրանք ինչ են մտածում $600,000 գողանում են, այ դրանք ապահովեն թափածիկ։ Ով է տեսել այդտեղ, բան քննչական մտնեն $590,000 գողանա։ Ասում ման են գալիս։ Թող այդ վթարների մասին մտածեն, որ օրական 15-20 հոգի մարդ է մահանում ճանապարհների։ Դրանց մասին մտածեն, տրանսպորտի մասին մտածեն, որ Իշխանությունը 18 թվականին խոստացավ ժողովրդին, որ կոռուպցիան բացառվելու է։ Իշխանություն չունենք մենք։ Բացարձակ իշխանություն չունենք։ Բոլորը կոռումպացված ծրիկաներ։ Կոռուպցիան ըստ ձեզ չի բացառվում։ Խեղդում է, կոռուպցիան խեղդում է, ժողովրդին խեղդել է, հասրել է այստեղ։ Ով որ խոսում է կոռուպցիա, թող գնան այդ նարկոտիկները բաժանողներին բռնեն, որ դպրոցները վխտում են արդեն։ Գիտեք, ես որ Երևանում չեմ ապրում, ես այս շփումները որ շատ կարևոր է տրամադրությունները հասկանալու համար, հա։ Իմ համար շատ կարևոր են այս հարցախույզները, որ ես գտնում եմ շատ ու ես ոչ թե նայում եմ այն հանգամանքին, որ իրանք դժգոհ են, անիծում են Նիկոլին կամ դժգոհ են Նիկոլին, չէ, ինձ դա չի հետաքրքրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է իրանց ինֆորմացվածությունը եւ հիմնավորումները։ Այ դա է իմ համար որոշիչ։ Արդյոք կա գիտակցված ընկալում, որ մենք մեծ հապկի մեջ ենք, ու այս ամեն ինչի գերագույն գլխավոր պատասխանատու մեղավոր Չիվախ Փաշինյանն է։ Եվ այս կարգի բաները հարցազրույցները պետք է ասեն, որ իմ համար շատ կարևոր ուսումնասիրության հարթակ են, որտեղից գալիս է նաև իմ անձնական հետազոտությունները, ես ձեզ ներկայացնում եմ այդ թվերը, գալիս են իրար լրացնելու, որ Փաշինյան Նիկոլը վերջացած է ուղղակի, վերջացած։ Եվ մնացածը իրանեսով սպասարկում են, եթե այսքան ուղեղ կա գլխներին, որ համար կասկածում է, չկա։ Բայց ընդունենք, որ մի չնչին տոկոսի մոտ կա, որ դա կա։ Իրանք ժամ առաջ պետք է փախնեն։ Ժամ առաջ պետք է փախնեն, որ
չխորտակվեն հետը մեկ, երկրորդն որ թողեն ավելի շուտ խորտակվի, քան դա հնարավոր է։ Ամեն մի օր մեր կյանքից, մեր պատմությունից է գնում ու երկրին է վնաս, սրա կառավարման ամեն մի օրը։ Լսենք հաջորդին։ Ես կրիչից շատ զզվում էի, բայց արդեն 18 թվականից արդեն այդ կրիչը հետ ես ձեր այդ Փաշինյանից եմ զզվում, շատ եմ զզվում, ամոթներեն։ Ես Սմարտը ասում իջե 18 թվական առնետից է զզվում, կրիչներից է զզվում, հիմա ավելի շատ Փաշինյան Նիկոլից է զզվում։ Էլի չափանիշ է։ Երեխեք ջան, անենց եմ զզվում իրանից, դեմքը չեմ ուզում նայեմ, բառ չեմ ուզում հետը խոսամ, չգիտեմ, անունը անգամ չեմ ուզում լսեմ, այդքան չգիտեմ ինչ ասեմ։ Համար մեկ թուրք, համար մեկ զզվանք, ուրիշ ոչ մի բան չեմ ասել։ Հետաքրքիր է, բոլորը պայմանավորված նույն բանն են, զգացմունքն են մեր վերում, զզվանք։ Իհարկե, օրինակ ինչ է կարծում, օրինակ սա ուրիշ ինչ զգացմունք է, ունակ արտասնելու մարդկանց մեջ։ Օրինակ սա ուրիշ ինչ զգացմունք կարող է արտասնի նորմալ, adekvat մարդու մոտ։ Նորմալ, adekvat մարդու մոտ, ուրիշ ոչ մի զգացմունք։ Կասեի, որ այս երկիրը այս վիճակին ինքն է հասցրել ու լավ կլիներ շատ շուտ հրաժարական տար, այս խեղճ ժողովրդին սենց մոլորության չհասցներ, այսքան բան։ Հատ մեր մասում, բայց այսքան բան, հրաժարական տար, չէ, բալես, չէ, հարազատ ջան, չէ, աղջիկ ջան, հրաժարական ասա առաջի քայլն է, հետո գալու է քավարանը, քավարան, միջև քավարանը չլինի սրանց համար, հաջորդների ձեռը չի դողա հանցագործության ժամանակ կատարելուց առաջ, իսկ որպեսզի հաջորդների ձեռը դողա, ասենք պիտի անցնեն քավարանով, նես մի քավարանով, որ ոչ մեկին քիչ չի տալու։ Իշխանություններին հարկավոր է հրապարակի մեջտեղը կախել, այդքան բան։ Իսկ ով կարող է չհամաձայնվի դրա հետ։ Ես դեռ համաձայն եմ։ Լսենք էլ ինչ ունենք։ Հեծանիվ է քշում, կա խամ, խելքը կլողը տավակերը հեծանիվ մի քշարը։ Երկիրը պահյարա։ Գիտես ուղղակի հեծանիվ էլ կարելի է քշել մեկ-մեկ գերակի առավոտ, ու դա մասին պարտադիր չի, ռեպորտաժ սարքվի, բոլորին պարտադիր չի, բայց այս ամեն ինչը անվում է մի բանի համար, որ ցույց տան, որ ամեն ինչ կարգին է, որ մենք այնքան ժամանակ ունենք, որ մենք հեծանիվ ենք քշում, մի անհանգստացում, ամեն ինչ լավ է, մինչդեռ այն երկրներում, որտեղ ամեն ինչ լավ է, դա հենց է, որ ղեկավարները ոչ թե որ հեծանիվ են քշում, որ 24 ժամ աշխատում են, դրա արդյունքում են կարողանում փողոցը քայլելով միայնակ անցնել։ Հասկանում եք, հակառակ դեպքում ոչ մեկ փողոցը քայլելով միայնակ չի կարողանում անցնել, հենց այնց։ Հասկացաք արդեն ում մասին է խոսքը։ Մակրոնի, նա կարող է մենակ իրանից բանը ցույց տա, որ թույլ տա, որովհետև ինքը հեծանիվ չի քշում, դրա մասին ռեպորտաժներ չեն պատրաստում։ Նա կարճ։ Նա վախկոտությունն է, Նիկոլեսովա վիճակով այսպես կզած մանա գալիս, վրեն մատա թապ տալի, բոլոր ասենք, ոչ թե մենակ Ալիևը սս գլխին խպում ատ մատը թապա տալի վրեն, ինչ ուզում է, ասում է վեկալ կուննա, ինչ ասում է, քո ասալն է, կամ բան։ Հարազատ հրապարակը սա, վստահ եմ, երրորդ մասի հրապարակն է։ Տգիտությունն է, վախկոտությունն է, Նիկոլեսովա վիճակով այսպես կզած։ Նժդեի արձանը։ Հա, կզած մանա գալիս։ Ես կարծում եմ, որ ոչ մի հայ տղամարդու, ոչ մի հայ մարդու, կինի թե տղամարդ, դուր չի գալի, երբ որ իր ներկայացուցիչը, նույնիսկ եթե որին ատում էլ է սրտի խոսքից, իր խորոց սրտի ատում էլ է, ոչ մեկին դուր չի գալի, որ իր ներկայացուցիչը, իր թշնամու մոտ, այս սև ու սպիտակ ոչխարների մոտ, հիշում եք, չէ՞, նկարը,
այս սև ու սպիտակ այս ոչխարների մոտ, բան գլխի կորաման գալ։ Ոչ մեկին դու չի կարող ասա։ Դուր կգա, ոչ մեկին։ Իհարկե, եթե արժանապատվություն ունենա, էլի, եթե քայլարած չի։ Լավ կլինի բոլորն էլ հեռանան, այս մեր գլխին ցավանք են դրանք, պատուհասների հավաքածու։ Եթե պարլամենտը նստած իրար ուտում են, ինչ են ցույց տալիս, հա, ինչ են ցույց տալիս ազգին, այլ ազգերին, որ մենք կարող ենք կռիվ անենք, ստե մենք ժողովրդին էշի տղենք դրա ապրում ենք, հա։ Էշը իրանք են, որ էշեշ բաներ են անում։ Լավ։ Պարլամենտ ասեց հիշեցի։ Ինչ եղավ իմպիչմենտը կամ ինչու մինչև հիմա ձեր մանդատները վայելած չի իմպիչմենտ չանողներ։ Պարզ առաջարկեր, չէ, իմպիչմենտ։ Մտեք գործընթացի մեջ, տրեք ձեր տեխնացուն, չգիտեմ, մի բան արեք, եթե չեք կարող անեք, ապացուցեք, որ այս խորհրդարանը չի թողում լեգիտիմ ճանապարհով իմպիչմենտ անել, մանդատները վայելել գնացեք, եթե նույն բանը չեք անում միասին դուք իրար։ Այսօր գնացել է, այսօր թե երեք թռել է Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա։ Տեսնենք Մոսկվայից ինչ ա բերել, ինչ թույլտվություններ, ինչ ցուսումներ, ժամանակն է Փաշինյան Նիկոլին գցել, թե չէ, բայց պետք է Ռոբերտին մի բան էլ ասեմ։ Ճիշտ է, դու Նիկոլից արդեն բարձր ռեյտինգ ունես, բայց դու գցող չես, չէ, քեզ խաբել են, որ ասել են դու այդ տղեն ես։ Այդ տղեն Հայաստանում հայ մարդու պատկերացմամբ իր ղեկավարը պետքա ոսկոր ունենա, ողնաշար ունենա ու արժանապատվություն։ Դու մի մարդն ես, որ են թենիսի պինգ-պոնգների մաս շպրտում են, տշում են այս կողմից, տշում են այն կողմից, ոտերը երբ ուզում սրբում են, քո վրա, տղուտ վրա, բոլորիդ վրա։ Հասկանու՞մ, հայ մարդը, այն որ ասում են կզած մանագալ են, երրորդ մասցի տղեն որ ասեց, ատես մարդու չի սիրում։ Այսօր դու Նիկոլի մոտ ես կռացած մանգալը, հասկանու՞մ։ Դու գնաս Մոսկվա, ուզում ես գնահատեմ այդ Թրամփից դաբրոստացի։ Հայ մարդը կռացած մարդ չի սիրում։ Այն էլ մեկին, որ Նիկոլի մոտ է կռացած։ Հասկանու՞մ։ Ձեր ժամանակը անցած է, ձեր գնացքը գնացած է։ Մի քիչ արժանապատվություն ունեցեք, գնացեք էլ։ Չեմ ուզում թուրքերեն ձեզ իրաց բառով ասել, հա, գնացեք էլ։ Միջև կասենք, միջև ուժ գնաք, ու որտեղ կոնկրետ հասցեը բանում, սա կասենք։ Ուղեղ պետք է ունենալ, որ նման պարազիտներին որդերին մենք ենք հիմա պահում, ու ձենել չենք անում, անտարբերություն է սպանում մարդու, մնացածը վաբշե չեմ հասկանում, այս ազգին չով է մտածում, ուր ենք հետում, արդեն թելի վրա ենք, մի հատ մազի վրա ենք կախված, հալա միակ նայենք ինչ է ելնելու, վատ երազի մեջ ապրում ենք էլի, ուղեղ պետք է։ Այո։ Եվ վերջին ձեզ ուզում եմ մի երիտասարդ աղջկա փոքրիկ ռեպորտաժ ցույց տալ, որը ուղղված է Աննա Հակոբյանին, տեսեք, այսօր իր մասին բան չի խոսացել, չէ։ Պարզվում է իրան ճանաչում է եւ փոքրիկ բան ունի իրան ասելու։ Հակոբյան, հիշում եք, որ դիրքերում անընդհատ Բարեձեզ Տիկին Հակոբյան, հիշում եք, որ դիրքերում անընդհատ ասում եք եկեք ձեզ շախմատ խաղալ սովորացնեմ։ Այսօրվա համար էի ասում։ Ախր որ ինձ լսեիք, որ ասում եմ, որ կրթվելը ոչ թե նորաձև է, այլ պարտադիր, ինչպես պարտադիր է օրինակ շնչելը, հաց ուտելը, կրթվելն էլ անընդհատ մարդ պետք է կրթվի, ոչ թե մի պահ նորաձև է, էլ նորաձև չի։ Չասեք մենակ ես եմ ասում։ Տեսեք, որտեղ ցանկացած բանական մարդու համար դա այդպես է։ Կրթելը կրթվելը չի կարող նորաձև լինի։ Ոնց որ չի կարող լվացվել է լինի նորաձև, հաց ուտելը լինի նորաձև, հա։ Չի կարող նորաձև լինի։ Գնանք առաջ։ Այ որ շախմատ իմանայիք, որ գոյություն ունի տերմիններ շախմատում, որոնք օգտագործվում են կյանքում, ինչպիսին են օրինակ ցուկ ցվանգը, ցայտնոտը, զոհաբերությունը ու կիմանայիք, որ շախմատում մեկ քայլի համար, պատասխան քայլի համար պետք է ընդամենը 3 րոպե, ոչ թե 10 օր։ Ու ամենակարևորը, կիմանայիք, որ շախմատում թագուհին չի գնում զինվորի հետևից։ Նու, գնում է, եթե դա թշնամու զինվորն է։ Ըստ թագուհին չի գնում իր զինվորի հետևից
ու այդ զինվորին ժերտվա տալի։ Ինչով է, ձեզ լավոր եմ մաղթում, Հայ Միջալոց ջերմուկի սարերում էի ու ընդեղ դեռ դիասամաններ կան։ Սիրով, եթե ուզենաք կնվիրեմ։ Թող էս կարգի լինի քննարկումները, թող էս ոճի մեջ լինի պատասխանները, հա, բնականաբար Աննա Հակոբյանը մի քիչ տարօրինակ է հնչելու էլի, որ ասենք ոչինները էս կարգի բանով են իրեն դիմում, հարգանքով են դիմում։ Դե ինքը չի դրա մասին, որովհետև ինքը շրջապատված է եղել մի միջավայրում, որտեղ նման ձև են իրար վերաբերվել։ Ես երևի ասել եմ, չէ, որ մարդիկ դիմացինին վերաբերում են ուղիղ այնպես, ինչպես իրենց են վերաբերվել։ Եթե իրեն ասած չնեին, տխմար, ոչի, բան, ինքը նման ձևով չէր դիմի մարդկանց։ Ինքը դայատես է, դա է բանը, փոխանցումը։ Դա է երեխեքի վրա կարող եք անոնները, երեխեքին ոնց դաստիարակում են, ինչ տերմիներով նախատում են, հենց այդ երեխան մի քիչ մեծանում է, ասում նույն տերմիներով ինքը դիմացինի հետ նախատելու ժամանակ հենց այդ տերմիններն օգտագործել, որովհետև իրեն նկատմամբ դա օգտագործված եղել ժամանակին։ Բայց հիմա թողանան իմանա, որ ոչ բոլորն են այտենց մեծացել դաժան միջավայրում, ոնց որ ինքը, հա, ու այս կարգի պատասխանել կարա լինի, անշուշտ։ Այսօրվա այսքանը։